Սիրելիներ, բարև բոլորիդ, Տերես թող օրհնե մեր բոլորիս օրը ու ամեն մեկիս հաստատե ու հիմնե իր կամքի մեջ։ Ու ինչ կտեսնեք, այստեղ պատրաստել եմ կարոխով շատ համեղ սուպ, որի օգտակար հատկությունների մասին, այսինքն կարոխի կամ դեղին ոլորի օգտակար հատկությունների մասին եւս կցանկանամ ցեզի ներկայացնեմ, ինչպես նաեւ թե ինչպես կարելի է պատրաստել կարոխով սուպ, որը եղնի շատ համեղ, ինչպես նաեւ ինչպես եպենք կարոխը կամ դեղին ոլորը, որբիսի իր միջից գազերը ամբողջությամբ դուրս գան։ Ինչևէ բավականաչափ բաներ սովորեցի, տեղեկացա ու կցանկանայի, որբիսի ձեզ հետ եւս կիսվեմ։ Մի կներկայացնեմ կարոխի օգտակար հատկությունների մասին եւս, իսկ եթե դուք ցանկանաք, որբիսի պատրաստման ձևը ներկայացնեմ կարոխով սուպի, ապա կդնեք շատ լայքեր, կգրեք մեկնությունների մեջ, որբիսի դուք ինձ օգնեք հասկանամ, թե որ տեսանյութերը ձեզի ավելի շատ օգուտներ կբերի։ Կարոխը շատ վիտամինային հզոր պարունակություն ունի, իր մեջ կպարունակի սպիտակուցներ, B, A, E, K վիտամիններ, միներալներ, կալի, մագնեզիում, երկաթ, ցինկ, սելեն։ Ուրեմն ինքը սրտի աշխատանքը կկարգավորե, ուղեղի աշխատանքը կկարգավորե շաքարի մակարդակը արյան մեջ, իջեցնե խոլեստերինի մակարդակը, դուրս կբերե տոքսինները, ինչպես նաև պատճառ կհանդիսանա նիհարվելուն։ Ինքը նաև կբարելավե հիշողությունը, ինչպես նաև կօգնե, որ մենք ավելի շատ էներգիայով հարստանանք։ Ովքեր որ տառապում են անեմիայով, նաև ինքը իր մեջ պարունակում է B վիտամին ու ի շնորհիվ B վիտամինի մեջ եղող երկաթի նաև կպատերազմի է անեմիայի դեմ։ Իր մեջ կպարունակվի նաև սելեն ու ցինկ, որը ամրացնե իմունային համակարգը։ Ուրեմն ինքը իր մեջ պարունակում է A, E, K, ինչպես նաև վիտամինային կոմպլեքս B1, B2, B3, B6, B9։ Մի ներկայացնեմ ում է հատկապես օգտակար։ Այն մարդիկ, որոնք որ շաքարային դիաբետով են հիվանդ, ինչպես նաև սրտի հիվանդություններ ունին, սրտի հետ կապված հիվանդություններ, կօգնեն մարդկանց, որոնք որ կուզեն նիհարին։ A վիտամինազի ժամանակ, ինչպես նաև եթե կուզեք, որ ավելի էներգիայով լեցուն եղնեք, լցվեք, ինչպես նաև շատ օգտակար է հղիության ժամանակ։ Սիրելիներ, այս օգտակար հատկությունները ես ռուսերենից թարգմանեցի ձեզի համար հայերենով, որբիսի կրնանայի օգտակար եղնեի ձեզի, թե ինչով է շատ անհրաժեշտ կարոխը կամ դեղին ոլորը օգտագործել, որովհետև ես ինքս երկար ժամանակ իմ կերակրացանկիցս հանել էի ու 3 փառք Աստծուն Տերս հիշեցրեց ոլորի մասին ու նաև առաջնորդեց, որ կիսվիմ օգտակար հատկությունների հետ կապված եւս։ Սիրելիներ, միշտ հիշեք, այն ինչ որ Աստված ստեղծել է, ունի օգտակար հատկություններ ու ես պարտադիր պիտի ամեն մեկ կերակրատեսակը ներկայացնելու ընթացքում նաև ներկայացնեմ, թե ինչի համար է օգտակար, ովքեր օգտագործեն ու ինչպիսի բժշկական նշանակություն ունի։ Դե ինչ սիրելիներ, կսպասեմ ձեր արձագանքներին, որբիսի իմանամ, թե ոլորով ճաշի պատրաստման գործընթացը տեղադրեմ, թե չէ, մեկնությունների մեջ գրեք, արձագանքեք, դրեք շատ լայքեր, որբիսի օգնեք ինձ, որ տեղադրեմ այն տեսանյութերը, որոնք մեծապես ցեզի օգուտներ կբերեն։ Լավ մնացեք, առողջ եղեք, սնվեք առողջ, հետևեք ձեր առողջ ապրելակերպին, որովհետև հիշեք, որ մեր ճիշտ սննդակարգը եւս կպահպանե մեր առողջությունը։